Բարև Հայր ջան, հետևում եմ ես մեր քաղաքական անցուդարձին ու դե բնականաբար բոլորից էլ տեղյակ եմ, բայց այսօր ուզում եմ կենտրոնանալ կոնկրետ այդ մեր ձևով շարժման վրա, անկեղծ այսքան ժամանակ եմ, որ լուր հետևում էի ու պարբերաբար ասելիքը լում էր, բայց ձեն չեմ հանել։ Երեկվա այդ իրանց հավաքը արդեն ստիպեց, որ խոսամ ու բարձրաձայնեմ իրականում շատ կարևոր բաներ, ու ամենասկզբից հատուկ այն մի հատ տափակ զանգված կա, չէ՞ որ երբ Նիկոլինս կպնում, ասում են Ռոսիա ագենտս կամ էլ Քոչարյանական ես, երբ Քոչարյանինս կպնում, ասում են դու Նիկոլական ես, երբ Կրեմլին քլնգում էի ինչքան ռսատենչ կա, ինձ ասեցին արևմտամ հետ, երբ արևմուտքին եմ քննադատում, միանգամից այդ դեբիլ զանգվածի համար դառնում եմ ռսամետ ու տեն շարունակ։ Հիմա ես ինչի համար եմ ասում, որ այդ նույն դեբիլ զանգվածը, այս մեր ձևով շարժմանը քննադատելուց համար, հեսա էլի հելնելու է ասի արևմտամետ ես կամ Նիկոլական։ Ի սկզբանե զգուշացնում եմ, որ այսքան տարվա ասածներս ու արածներս ու այն ինչ հետագայում ենք ասելու ու անելու բացարձակ երբեք չեն եղել ու չեն ելնելու դեբիլ զանգվածի համար։ Ինձ լսողները մարդիկ են, հայ ազգնա, ոչ թե մի հատ ուղեղը հանած ոչխարի հոտ։ Նենց որ հիմա ես ինչ խոսում եմ մենակ խելամիտ մարդկանց հետ ու խելամիտ մարդկանց համար։ Ու բացի այդ էլ են անձնական դաշտ մտնելու հետ սեր ունեցող դեգեներատներին էլ օրինակ կծառայեմ, թե ոնց ալում քաղաքական առողջ քննադատությունը։ Մի քիչ խառն է իրողությունների դասավորվածությունը, դրա համար կփորձեմ հնարավորինս տրամաբանական հերթականությամբ խոսալ։ Կխոսանք համ անձերի, համ էլ մեխանիզմների մասին, կխոսանք այս համակարգի ու ընտրություններ կոչված բեմադրության մասին։ Եկեք նախ միանգամից պատասխանեմ ձեզանից շատերի հարցին, թե ոնց եմ վերաբերվում Սամվել Կարապետյանին ու իր այդ մեր ձևով շարժմանը ու անցնենք առաջ։ Իմ վերաբերմունքը բոլորի հանդեպ, ովքեր մասնակցում են ընտրություններին, նույնն է, որ տվյալ մարդիկ այսօրվա եղած համակարգից դուրս չեն ու հենց իրենց մասնակցությամբ այդ ընտրություններին արդեն իսկ հաստատում են այս համակարգի գոյությունը մեր իրականության մեջ։ Այսինքն այդ մարդիկ համակարգ փոխող չեն, այլ ընդամենը իրանք իրանցով այս համակարգի մեջ դեմքեր փոխող են, ուրիշ ոչ մի բան։ Ու այն օրվանից, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ պետք է մասնակցի ընտրություններին, ինքը իմ համար ընտրությունների մասնակցողներից բացարձակ ոչ մեկից այս հարցում ոչ մի բանով չի տարբերվում։ Իսկ ցանկացած քաղաքական գործիչ, ով չի պատրաստվում այս համակարգը փոխել, ու Նիկոլի օրոք, Նիկոլի հետ գնում է ընտրությունների, ապա ես առնվազն իրան չեմ վստահում։ Հիմա նայեք երեկվա համալիրի հանդիպման ժամանակ ինչ են հայտարարում։ Հայտարարում են, որ իրանց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հարց չկա։ Բայց ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կարա հավակնի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում 25 տարեկանը արդեն լրացել է, ով վերջի 4 տարիներին եղել է մենակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով վերջի 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ունի ընտրական իրավունք ու տիրապետում է հայերեն լեզվին։ Հիմա նայեք, Սամվել Կարապետյանը անցնում է այս ցուցակի ընդամենը 2 կետով։ Մեկը, որ իր 25 տարեկանը լրացած է ու որ ինքը տիրապետում է հայերեն լեզվին։ Մյուս կետերի վերաբերյալ ինքը հանդիսանում է երկու պետության քաղաքացի ու գործող օրենսդրությամբ չի կարա ոչ զբաղացնի վարչապետի պաշտոնը, ոչ էլ առաջադրվի ազգային ժողովի падգամավորի թեկնածու։ Ու սրա հետ կապված ինչ են հայտարարում մեր ձևովի անդամները։ Հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում ոնց են գալու չգիտեմ։ Իրենք մտադիր են փոփոխություններ կատարել օրենքներում, որ վարչապետի պաշտոնը հասանելի լինի ցանկացած ցանկացողի, անկախ գործող սահմանադրական պահանջների պահպանման հանգամանքից ու անկախ նրանից, թե վերջի անգամ ինքը երբ է գտնվել Հայաստանում։ Ուրեմն ի տեղեկություն մեր ձևովի այս որոշումը կայացնողներին ասեմ, որ մեր սահմանադրության մեջ գրված այդ պարտադիր պայմանները բխում են Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերից, ու այդ պայմանները ինչ որ մեկի քմահաճույքով չի գրված։ Նման պարտադիր պահանջներ գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում, ու սահմանադրության այս դրույթները ինքնանպատակ չեն, անհիմն չեն ու անիմաստ չեն։ Դրանց իմաստը այն է, որ սահմանափակված լինի ցանկացած արտաքին միջամտություն։ Փոխում եք, որ ով իրավունք ունենա դրսից գա ու միջամտի մեր ներքին քաղաքական գործերին։ Հարց. Սահմանադրության մեջ այդ պահանջները կան, որ Հայաստանը ձևավորվի որպես ինքնիշխան իշխանություն։ Իսկ ըստ ձեր հայտարարության, եթե տենց մտադիր եք այդ պահանջները հանեք, ուրեմն Հայաստանը իր ինքնիշխանության հիմքերից մեկից զրկվում է։ Իսկ զրկելով Հայաստանը ինքնիշխանության իրավական հիմքից լիարժեք տեղիք ու հիմք եք տալի, որ Հայաստանը դառնա օրինակ ռուսական գուբերնիա։
Ու այնինչ ես հիմա ասում եմ, եթե ի վիճակի եք փաստերով ու իրավական հիմունքներով հակադարձեք, վստահ եմ, որ չեք կարա, բայց ամեն դեպքում այս վիդեոից հետո ստիպված եք լինելու, եթե ինձ էլ չէ, ապա մտածող հանրությանը պարզաբանելու, թե այդ ոնց եք այդ պահանջները ուզում հանել սահմանադրությունից ու ոնց եք տեղելնելու դրա կործանարար հետևանքներին։ Ու հələ բացի այս ամեն ինչն էլ այդ պահանջները պահպանում են պետության անվտանգության երաշխիքները։ Հələ իշխանության չեկած արդեն այսինչ հիմքեր քանդելու հայտարարություններ եք անում։ Բոլոր իմ բարձրացրած հարցերը հանրային են, ու դուք հանրությանը հարգելով պետքա պատասխանեք այս հարցերին։ Ինքս էլ որ տենամ բավարար պատասխաններ եք տալի, ես այսպես մի հատ էլ վիդեո կանեմ ու կասեմ, որ մեր ձևով շարժման մարդիկ գիտեն ինչ են անում, գիտեն ինչ են խոսում։ Ես անձամբ կհայտարարեմ, որ ձեզ լիարժեք վստահում եմ ձեր ծրագրերին, ձեր մտքերին, ձեր դիրքորոշմանը ու նրան, որ դուք կարաք ձեր ասածներին տեր կաննեք։ Ու էսի հələ էս մի մասով, հələ էլի ահագին հարցեր կան, լսեք ու հուսամ ձեր ասածները կունենան այնքան հիմք ու պատասխանատվություն, որ ձեր ասածներին կկարողանաք նենց բացատրություն տալ, որ բոլորն էլ ձեզ հավատան ու վստահեն։ Չեք պատասխանի, էդ էլա ձերը, բայց արդեն որպես խնդիր։ Տեսեք, դուք քաղաքական դաշտում հանկարծ հայտնվում եք ու ըստ ձեր ինքնաներկայացման հայտնվում եք որպես փոխտեսած, աչքը կուշտ, չի գալու թալանելու այս կերպարի մեջ։ Ու մինչև հիմա հələ բացի տնտեսությունից խոսալուց ուրիշ ոչ մի հիմնական թեմայով չտեսանք խոսակ։ Նոյեմբերի 9-ի պայմանագիր կա, Արցախի հարց կա, Նախիջևանի հարց կա, գերիներ ունենք, Արևմտյան Հայաստանի ու ցեղասպանության հարցեր կան, Մոսկվայի պայմանագիր ու Կարսի պայմանագրեր կան, Կրեմլից ստանալիքներ կան, ու սենց լիքը բաներ։ Դուք խոսում եք մենակ կուշտ ու սոված ելնելուց, ֆինանսներից ու տնտեսությունից։ Ուրեմն նայեք, ես ու իմ նման շատ ու շատ adekvat մարդիկ առաջի հերթին չենք նայում քաղաքական դաշտում հայտնվածի պորտմանին։ Ես մեկը նայում եմ մեր երկրի պատմությանը, որովհետև պատմությունը մեր տարածաշրջանում միշտ ավելի անկեղծ է եղել, քան քաղաքական գովազդը։ Հիմա ասեմ այդ աչքը կուշտաթեզի խաբուսիկ տրամաբանությունը։ Եկեք մի հատ պարզ բան հասկանանք։ Եթե քաղաքական ծրագրի հիմքում գաղափար չի, այլ ստամոքսի շուրջ ձևավորված հոգեբանական հաշվարկ, այդ արդեն վիրավորանք է ժողովրդի նկատմամբ։ Այս մարդկանց քարոզչության մեխանիզմը հետևյալն է. ենթադրել, որ ժողովուրդը հոգնել է աղքատությունից, ուրեմն հետևաբար մտածում է մենակ կենցաղային ապահովության մասին, հետևաբար այդ ժողովրդին բավարար է ասել մենք հարուստ ենք, չենք գողանալու։ Այսինքն ուղիղ ենթադրությունն է, որ հայ մարդը սկզբունքով չի քվեարկում, արժեքով չի քվեարկում, համակարգով չի քվեարկում, այլ մենակ ստամոքսով է մտածում։ Ուրեմն Սամվել Կարապետյան ու Նարեկ Կարապետյան, այն ինչ դուք անում եք ու ինչից խոսում եք, այդ քաղաքականություն չի, այդ մարքեթինգ է, որը կառուցված է հայ ժողովրդի հանդեպ նվազագույն հարգանքի վրա։ Գիտեք ինչ տպավորություն է, ոնց որ նոր եկել եք Հայաստան, տեղյակ չեք ու չեք պատկերացնում ինչ վիճակ է ստեղ, ու ինչ որ մեկին հարցրել եք ոնց անենք, որ ժողովուրդ հավաքվի։ Այդ մի հոգին էլ ձեզ ասել է, որ Հայաստանի ժողովուրդը ոչ Արցախի մասին է մտածում, ոչ իր արժանապատվության, ոչ պատվի, ոչ արժեհամակարգային հարցեր ունի, ոչ էլ խելք։ Բոլորի ուշքի միտքը հաց ուտելն ու փողն է, հաց ու փող խոստանաս քո համար ինչ ասես կանան։ Անկեղծ ձեր ելույթներին հետևելով ես մենակ այդ տպավորությունն եմ ստացել, որ դուք համոզված եք, որ այս ժողովրդին ոչ իր հողն է հուզում, ոչ իր պատիվը, ոչ էլ անվտանգությունը, այլ մենակ տնտեսական աճը, ձեր կուշտ ելնելը ու իրենց վաղվա հաց ուտելը։ Կամ դուք եք ձեզ սխալ մատուցում, կամ էլ հեչ լավ չի, որ այդ կարծիքին եք ազգիս մասին։ Ու հետաքրքիր է, մենակ ձեր կուշտ ելնելու մասին ու իր վաղվա հաց ուտելու մասին խոստում լսելով, ով է կանգնում ձեր կողքը։ Ու այդ կուշտ ելնելու հետ կապված մի հատ հարց։ Հայաստանի այս վերջի 30 ու ավել տարիներին ով էր աղքատ քաղաքական վերնախավում։ 90-ականների վերջից սկսած ձևավորվեց օլիգարխիկ համակարգ, մենաշնորհներ, ներմուծման վերահսկում, քաղաքական բիզնես սիմբիոզ։ 2000-ականներին չակերտավոր հաջողակ գործարարները դառան падգամավորներ, նախարարներ ու կուսակցությունների հովանավորներ։ 2010-ականներին համակարգը իբր վերադասավորվավ, բայց բիզնես իշխանություն կապը մնաց նույնը։ Ու հիմա էլ դուք ասում եք մենք հարուստ ենք, ուրեմն չենք գողանա։ Բայց պատմությունը ցույց է տալի հակառակը, իշխանության մեջ փող ունեցողը չի դառնում անշահախնդիր։ Ինքը դառնում է համակարգի վերահսկող, որովհետև հարցը գողանալ չգողանալը չի, հարցը կոնտրոլն է, հարցը ռեսուրսների վերաբաշխումն է, հարցը պետական որոշումների վրա ազդեցությունն է։
ու մենակ ձեր հարուստ լինելու մասին ձեր հայտարարությունների վրա հիմնվողը պետք է այսքան լավ գիտակցի, որ ինչքան էլ կարևոր է երկրի համար տնտեսությունն ու ֆինանսական աճը, պետությունը կառուցվում է արժեքների վրա, գաղափարի վրա, ոչ թե կառուցվում է մենակ փողով։ Իսկ դուք խոսում եք մենակ ֆինանսներից ու տնտեսությունից։ Օրինակ իմ անկեղծ խորհուրդն ու կարծիքն է, որ ֆինանսական ու տնտեսական տենց լավ գիտելիքներով դուք կարող եք Հայաստանի լավագույն ֆինանսների նախարարը։ Ու հիմա բաց ու հանրային առաջարկել անեմ, աջակցեք վերածննդի շարժմանը ու ես մեծ վստահությամբ, ամենայն անկեղծությամբ Հայաստանի ֆինանսների նախարարությունը մեծ սիրով ձեզ կվստահեմ, բայց այտենց հայտարարություններով ու վերաբերմունքով հաստատ իմ երկրի ղեկը չեմ վստահի ձեզ։ Որովհետև Հայաստանի համակարգը այս արդեն 30 տարի է կա իր ամփոփող հայակործան տրամաբանությամբ։ Իսկ ես գոնե մի անգամ ձևի համար ձեզանից մեկից չլսեցի, որ պետքա համակարգ փոխեք։ Եկեք շատ պարզ լեզվով ասեմ, պատկերացրեք մի հատ տուն, որի հիմքը թեք է։ Այդ տանն ով էլ գա բնակվելու, պատերը նույն անկյան տակ են մնալու, հատակը նույնն է մնալու, դռները նույն տեղում են մնալու։ Ինչքան էլ այդ տան սառնարանը լցնեք, ինչքան էլ պատերը վերանորոգեք, այդ տունը տենց թեք էլ մնալու է։ Այսինքն դուք չեք խոսում այդ ծուռ ու թեքված ուրվորայա քանդվող տան վերակառուցումից, դուք խոսում եք մենակ ներսի կոսմետիկ վերանորոգումից, այսինքն դուք խոսում եք ընդհանրապես դեմքի փոփոխությունից։ Հայ մարդու համար ինչ տարբերություն Նիկոլի դեմքն է, ձերն է, իմն է, Քոչարյանինն է, Սերժի թե մյուսի, եթե համակարգը նույնն է։ Մեկը ասում է ասֆալտ կանեմ, այն մեկը ասում է տնտեսություն կզարգացնեմ, այն մեկը ասում է թոշակ կբարձրացնեմ, այն մեկը ասում է պալոնկեք կմքացնեմ, այնի եսի ինչ ասում, բայց ձեզնից ոչ մեկ չի խոսում համակարգը փոխելու մասին։ Ու ասեմ էդ էլ իմանաք, ընտրություններին մասնակցողներից ով էլ ասի, որ ինքը պետք է համակարգ փոխի, ինքը առնվազն անպատասխանատու սուտասան է, որովհետև չի կարա համակարգ փոխողը ընտրություններով ուզենա գալ իշխանության։ Հայաստանի քաղաքական համակարգը այս 30 տարուց ավել է այդ նույն ծուռ ու դեֆորմացված տունն է, որն ունի կախվածություն արտաքին կենտրոններից, տնտեսության կենտրոնացվածություն մի քանի խմբերի ձեռներում ու ընտրությունների միջոցով այդ ամբողջ թալանի ու կախվածությունների լեգիտիմացման ցիկլ, որ հեսա նորից պետք է գնաք ընտրությունների, այսինքն նորից երկարացնեք այդ կործանարար համակարգի ցիկլը ու այդ ընտրությունների անվան տակ էլ նորից հասարակությանը բաժանեք մերոնք ձերոնք ճամբարների։ Ու հիմա նայեք 1996, 2003, 2008 2013, 2018 ու 2021 անընդհատ ընտրություններ, անընդհատ չակերտավոր նոր էջ։ Արդյունքը արտագաղթ, պարտություն, կիսակախված տնտեսություն, Արցախի կորուստ, անվտանգության փլուզում։ Եթե համակարգը առողջ լիներ 30 տարվա ընթացքում գոնե մի անգամ արդյունքը պետք է արմատապես փոխվեր, բայց ոնց տենում ենք չի փոխվելու, այս գալիք ընտրություններով էլ չի փոխվելու։ Որովհետև ընտրություններով ընդհանրապես խաղացողներն են փոխվում, խաղի կանոնները մնում են նույնը։ Այս ձեր ընտրությունները ընդհանրապես այս հայակործան մեխանիզմի ու համակարգի ինքնապահպանությունն է, ուրիշ ոչ մի բան, ու դուք դրա մասնակիցն եք, ու այդ ոնց եք մասնակցում այդ ընտրություններին, եթե այս համակարգին դեմ եք։ Մի հատ հարցի պատասխանն էլ էլի կտակ հանրությանը, ու մենակ դուք չէ, բոլոր տեխնացուներին ասա վերաբերվում։ Հələ մենք հասկանանք, էլի, այդ ոնց եք դուք այս խաղին դեմ, բայց այդ խաղի կանոններով խաղում եք, այտենց ըլնում է։ Ու հիմա եկեք մի հատ ամենապարզ ձևով խոսանք։ Եթե դու մասնակցում ես մի խաղի, որի կանոնները գրված են նենց, որ շահի մենակ խաղի կազմակերպիչը, դու ինչ ես անում։ Դու դառնում ես այդ խաղի մաս։ Այսօր ամբողջ դիսկուրսը կենտրոնացած է մի երկու բևեռի վրա, մի երկու անուն, մի երկու դեմք, մի երկու ճամբար։ Բայց ընտրական մեխանիզմը նույնն է, նույն վարչական ռեսուրսն է, նույն մեդիա վերահսկողության տրամաբանությունն է, նույն օլիգարխիկ ֆինանսավորումն է։ Իսկ երբ դաշտը արհեստականորեն բևեռացվում է, իրական այլընտրանքը դուրս է մղվում որպես ոչ իրական։ Այս քաղաքական տեխնոլոգիա է, ոչ թե ժողովրդավարություն։ Ու հիմա հայր ջան, ասեմ թե այդ մենք փող ունենք քարոզի իրական ենթատեքստը որն է։ Երբ քեզ ասում են մենք չենք գալի ուտելու մեր աչքը կուշտ է, այս տեքստի մեջ ես լսում եմ հետևյալը. մենք արդեն համակարգի ներսում խաղացել ենք, արդեն կապեր ունենք, արդեն պայմանավորվածություններ ունենք, մենք ապահով ենք։ Հարց. Եթե որևէ մեկը 20-30 տարի բիզնես է արել թե այս տարածաշրջանում, թե առավել եւս Ռուսաստանում, մի հատ կարակ մեկը հիմնավոր ասեք, որ այդ հնարավոր է եղել առանց քաղաքական հովանավորության, առանց արտաքին կենտրոնների հետ հարաբերությունների ու առանց մոնոպոլ դիրքերի։ Կարծում եմ պատասխանը ակնհայտ է, այսինքն այդ մարդիկ համակարգից դուրս չեն։
Իրանք այս համակարգի արդյունքն են ու համակարգի արդյունքը չի կարա համակարգի հակաթույնը լինի։ Այդ նույնն է, որ հրդեհը հայտարարի, որ ինքը եկել է կրակը մարելու։ Կամ ասենք նույնն է, ոնց որ վիրուսը իմունիտետ քարոզի։ Տես բան հնարավոր է։ Էդ եք համարում փոփոխություն կամ նորություն։ Հերո մի գնացեք, այս վերջի տարիներին եղածը վառ օրինակ 2018-ին էլ կար չակերտավոր նորություն։ Հələ այդ չակերտավոր նորությունը խոստանում էր համակարգը քանդի։ Արդյունքը հին էլիտայից մի քանի անուն հեռացավ, բայց համակարգի կառուցվածքը մնաց նույնը։ Անվտանգության համակարգը փլուզվեց, դիվանագիտությունը անկայունացավ, պետական ինստիտուտները թուլացան, որովհետև խնդիրը անձը չի, խնդիրը կառուցվածքն է։ Եթե կառուցվածքը նույնն է, տարբեր ղեկավարները, այն որ զուտ տարբեր դերասաններն են նույն բեմում։ Ախր սպարզից էլ պարզ է, ու մի փուճուր, եթե մարդ մտածեց, մի քիչ վերլուծեց, այս ամեն ինչը պարզից պարզ ու ակնհայտ կտենա։ Ու ես վստահ եմ, որ գոնե մինչև ընտրություն բոլորդ այս ամեն ինչի վրա կմտածեք ու կանեք ճիշտ հետևություններ ու կգտնեք ձեր ճիշտ տեղը վերածննդի շարժման մեջ, որովհետև նորից եմ կրկնում, ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Ու սրա մասին էլ առիթներ կլինի խոսանք։ Հիմա չշեղվենք թեմայից, վերադառնանք երեկվա այդ Մերձևովի հայտարարություններին։ Նայեք երեկվա ամենավտանգավոր մանիպուլյացիան որն է։ Ժողովրդին համոզում են, որ ընտրությունը մի քանի տարբերակ ունի, ու այդ տարբերակներից մեկը ավելի անվտանգ է, որովհետև փող ունի։ Ախրս քաղաքական մանկապարտեզ է։ Պետությունը չի կառուցվում հարուստ մարդկանց անձնական բարեխղճությամբ։ Պետությունը կառուցվում է ինստիտուցիոնալ մեխանիզմներով։ Եթե օրենքը թույլ է տալի կոռուպցիա, հարուստը կօգտվի դրանից։ Եթե համակարգը թույլ է տալի արտաքին ազդեցություն, ցանկացած վարչապետ ենթարկվելու է դրան։ Եթե ընտրական դաշտը կառուցված է մեդիա մոնոպոլիայի վրա, փող ունեցողը միշտ հաղթելու է։ Այսինքն հարցը անհատական բարոյականության մասին չի, հարցը կառուցվածքային ճարտարապետության մասին է։ Դրա համար պետք է վստահեք մենակ նրան, ով համակարգին է դեմ, ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ անհատի։ Իսկ այսօր համակարգին դեմ ուժը չի կարա մասնակցի ընտրություններին, համակարգին դեմ ուժը նախընտրում է ըմբոստության ճանապարհը, այսինքն իրական ազգային հեղափոխությունը, որը հիմնահատակ փոխելու է համակարգը, ոչ թե մենակ մի դեմք։ Իսկ քաղաքական դաշտում այսօր ով է հրաժարվել այս համակարգային ընտրություններից ու պատրաստ է հեղափոխության։ Մենակ Լուիսի բանակը, սա խելացի մարդկանց շատ բան է ասում։ Ու այդ որոշումը մենք կայացրել ենք ոչ թե մեր ֆինանսական կարողությունների հիման վրա, ոչ թե որ հիմար ենք կամ ընտրություններին զենք չէինք հավաքելու, ու մենք ոչ էլ արկածախնդիր ենք, այլ մենք այդ որոշումը կայացրել ենք մտածելով մեր հայ ջահելների ապագայի, Հայաստանի պետականության ու հայազգի արժանապատվության մասին։ Հայ մարդուն 30 տարուց ավել համոզել են, որ ինքը փոքր երկիր է, փոքր ռեսուրս ունի, փոքր հնարավորություններ ունի։ Հիմա էլ փորձում են համոզել, որ ինքը համել փոքր պահանջներ ունի, թե իբր իրան բավական է ասել կուշտ կլնես ու հերիքա։ Բայց ազգերը, որոնք պատմություն են կերտում, ստամոքսով չեն առաջնորդվում։ Իրանք առաջնորդվում են ինքնիշխանությամբ, անվտանգությամբ, քաղաքակրթական ծրագրով ու անձնական, ազգային ու պետական արժանապատվությունը պահելով։ Եթե քաղաքական ուժը չի խոսում պետական ինստիտուտների վերակառուցման մասին, անվտանգության նոր մոդելի մասին, արտաքին կախվածությունների կտրուկ վերանայման մասին, տնտեսական մենաշնորհների ապամոնտաժման մասին, ապա ինքը չի առաջարկում փոփոխություն։ Ինքը առաջարկում է կոսմետիկ վերանորոգում նույն փլվող շենքի մեջ։ Ու հիմա մինչև այս խոսքս ավարտել եմ, մի հատ հարց եմ ուզում տամ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, Մերձևովի բոլոր անդամներին, մասնակիցներին ու աջակիցներին։ Կա այսքան ասածից մեջ գոնե մի հատ անհիմն, գոնե մի հատ անպատասխանատու կամ անտրամաբանական մի հատ հարց կամ խոսք։ Կարաք գոնե մեկդ ասեք, որ այս լրիվ ասածներս զուտ դատարկ բաներ ու ոչ հիմք ուներ, ոչ էլ բացատրություն։ Եթե ասեք, պետք է ձեր ասածը հիմնավորեք ու ապացուցեք, իսկ դուք այդ անել չեք կարա, որովհետև ես իմ ամեն բառին տեր եմ։ Մենք կարանք հանրության աչքի առաջել բանավիճենք ու եթե դուք ճիշտ եք, ես կընդունեմ այդ ճշմարտությունը։ Իսկ եթե խուսափեք կամ չցանկանաք հանրային բանավեճ, ապա ելնելով քաղաքակրթական պարկեշտությունից, դուք պետք է պատասխանեք այս հանրային դրված հարցերին, որովհետև եթե չպատասխանեք, այդ դիտարկվելու է որպես քաղաքական ու քաղաքակրթական պարկեշտության բացակայություն, ու առաջինը հենց հանրության առաջ ու հանրության հանդեպ։ Ու ամենակարևորը Կարաք ասեք, որ այս անառողջ քննադատություն էր կամ էլ անձնավորած վիրավորանք, էլի չեք կարա։
Դրա համար ես այսքանից հետո արդեն հանրության անունից կարամ ասեմ պահանջում եմ, բայց կասեմ խորհուրդ եմ տալի հանրային պատասխանեք յուրաքանչյուր հարցին ու բարձրացված կարծիքին։ Ու կանեք դա թե չէ դուք գիտեք, այդ հետո ձեր խնդիրն ալնելու։ Ու վերջում մի պարզ ճշմարտություն էլ ասեմ, ու եթե կարաք սրան էլ հիմնավոր հակադարձեք։ Ու այս արդեն բոլոր տեխնացուներին է վերաբերվում։ Համակարգի ներսում հաղթանակ տանողը միշտ համակարգի կողմից ընդունված է։ Եթե որևէ ուժ իրականում սպառնում է համակարգի հիմքերին, իրան չեն թողում ընտրություններին ձեներ հավաքելու համար հանգիստ քարոզանի, չեն թողում մեդիա դաշտում շքեղ ծախսեր անի։ Մենք ձեզ օրինակ տեսել եք որևէ հերոստա ալիք ինձ կամ Լույսի բանակից մեկին կանչի հարցազրույցի։ Էս էլ է չէ շատ բանի մասին խոսում։ Ու ել չեմ ասում ֆինանսական ազատ խաղի մասին։ Հայր ջան, այս ֆիքսեք ու մեկ ընդմիշտ հիշեք, եթե դուք տենում եք հսկայական ռեսուրս, բաց դաշտ ու լայն քարոզ, ապա իմացեք, որ այդ խաղացողը համակարգի համար վտանգավոր չի, ինքը համակարգի համար ընդունելի է։ Ու ժողովուրդ, քաղաքական հասունությունը սկսվում է այն պահին, երբ դու դադարում ես հավատալ անձերի մասին հեքիաթներին ու սկսում ես ուսումնասիրել մեխանիզմները։ Ու ոնց որ Սամվել Կարապետյանին ու Նարեկ Կարապետյանին, ոնց որ մեր ձևով շարժման բոլոր անդամներին, մասնակիցներին ու աջակիցներին, տենց էլ բոլորին իգիտություն ասեմ, որ հարուստ ելնելը պետական ծրագիր չի, չգողանալը քաղաքական գաղափարախոսություն չի, իսկ ընտրություններում հաղթելը համակարգային հեղափոխություն չի։ Եթե տունը թեք է, նոր բնակիչը չի ուղում հիմքը, ինքը պարզապես տեղափոխում է կահույքը։ Մենք այդ կահույքի տեղաշարժի փուլը վաղուց անցել ենք, ու հիմա մենք կանգնած ենք ոչ թե ընտրության, այլ գիտակցության առաջ։ Ու հայեր ջան, հիշեք մի բան, երբ ձեզ առաջարկում են մենակ հաց ու կուշտ փոր, այդ նշանակում է ձեր համար արդեն սահմանել են ձեր չափը։ Իսկ հայ ազգի իրական հայերի չափը երբեք չի եղել Ստամոքսի չափը։ Ես ու վստահ եմ արդեն շատ ու շատ մարդիկ կսպասենք Սամվել Կարապետյանի կամ իր թիմից մեկի համարժեք պատասխանին ու հույս ունեմ այդ կլինի նենց պատասխան, որ կփակի իրենց բոլոր բացերը։ Դրա համար ոնց ու ինչ տարբերակով գիտեք, այս վիդեոն ամեն տեղով ուղարկեք իրենց։ Մնացած ամեն ինչը պարզից էլ պարզ կդառնա իրենց պահվածքից։ Այսինքն կլսեն թե չլսելու կտան, կպատասխանեն թե կխուսափեն պատասխանելուց, ու պատասխանելուց էլ ինչ կպատասխանեն ու ոնց։ Իսկ վերածննդի շարժման հետ կապված էլ բոլորդ գիտեք, որ այն օրը, երբ մենք դուրս եկանք, բոլորիդ ներկայությունը պարտադիր է։ Հակառակ դեպքում մնալու ենք նորից ընտրությունների տաշտակի մոտ, նորից փոխենք կամ էլ չփոխենք դեմքեր ու շարունակենք ապրել այս նույն հայակործան համակարգում։ Մեր բոլորի ճակատագիրը մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է։ Ամեն մեկդ պետք է ձեր համար վճռեք։ Դուք կողքից դիտորդ եք հայակործան համակարգով խաբված ընտրությունների մասնակցող, թե վերածննդի շարժման մի մաս։ Նենց որ էլի եմ ասում, ամեն ինչ մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է։ Այսօր այսքանը, լավ մնաք ու Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական և Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական և Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին և վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank և PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին և աջակիցներին։ Բարձրյալ օրհնի յուրաքանչյուրիդ։